Նաև այսպիսի մի մոտեցում կա, որ նախքան վերջնական ախտորոշման գալը միևնույն է պետք է սկսել երեխայի հետ աշխատանքը։ Հետաքրքիր է հասկանալ ինչու եւ ինչ տիպի աշխատանք պետք է սա լինի։ Շնորհակալություն այդ հարցի համար, իհարկե դա շատ կարևոր է։ Սկսում են զբաղվել երեխայի հենց որ տեսնում են կարիքները, չեն սպասում ախտորոշմանը։ Գիտեք, ախտորոշումը կարող է 2 տարի հետո լինի, բայց դուք չեք կարող երեխան 2 տարի տնողը նստի տանը սպասի կամ չգիտի ուշ տանի, որտեղ ճարահատալ, որ մինչև ախտորոշումը գա։ Մենք պետք է գնահատենք երեխայի ըստ երեխայի կարիքների տարբեր ոլորտներով։ Աուտիզմի վերաբերյալ մենք կարող ենք խնդիրը տեսնել արդեն 3-4 ամսական հասակում։ Դա չի նշանակում, որ դրվում է ախտորոշումն է դրվում, բայց մենք կարող ենք տեսնել շարժումներ, հայացք, որը հուշում է, ասում է, որ գիտեք ինչ-որ մի բան է ինչի, եւ դա կարող է տարբեր պատճառներ ունենալ։ Մենք պետք է կարողանանք ճիշտ կողորոշել մասնագետներից ինչն է պատճառը եւ ինչպես կարող ենք միջամտել։ Այնպես որ ինչքան շուտ ենք սկսում միջամտումը, չենք սպասում մինչև վերջնական ախտորոշում, այնքան ավելի շահում է երեխան եւ ընտանիքը։